Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում ReNews լրատվականի սեպտեմբերի 25-ի առաջին թողարկումը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, տաղավարում է Լուսինե Ղարսայանը։ Բարի լույս։ Իր տան բակում սեպտեմբերի 24-ի լույս կայս գիշերին սպանել են Փարաքյար համայնքի ընդդիմադիր ղեկավար 4 երեխաների հայր 42-ամյա Վալոդիա Գրիգորյանին։ Նա ապրելու երկիր կուսակցության անդամ էր։ Համայնքապետ էր ընտրվել այս տարվա ապրիլին ընտրություններում հաղթելուց հետո։ Սպանվել է նաև նրա հետ բակում գտնվող ընկերներից մեկը, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, կա նաև վիրավոր։ Սպանողը մոտեցել է նրանց ու ինքնաձիգից կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը։ Այժմ դեպքի վայրում ենք նրա տան մոտ, որտեղ ըստ նախնական տվյալների 3 գիշեր հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 զոհ եւ 1 վիրավոր կա։ Մյուս սպանվածը քրեական հետախուզության օպեր լիազոր է։ Ոստիկանները տեղում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, բջջային հեռախոս եւ այլն։ Նախաձեռնվել է քրեական գործ սպանություն եւ սպանության փորձ հատկանիշներով։ Ըստ նախնական տվյալների ոստիկանության սպանված աշխատակիցը ծառայության մեջ չի եղել եւ համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի ընկերն էր։ Մերձավանի կրակոցների հետևանքով վնասվածք ստացած քաղաքացին Արծրուն Գալստյանն է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նախնական տեղեկություններ կհայտնեմ, որ մեկ անձ դիմակավորված ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած 3 անձանց, իմ նշած կրակահերթ է արձակել, որի հետևանքով 2-ը զոհվել են եւ 1-ը վիրավորվել է։ Facebook-յան գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել գործը։ Առավոտից իրավապահները տարածքն են զննում։ Դեպքի վայրի լրացուցիչ զննություն են կատարել։ Տանը մարդ կա։ Բնակվող չեն, տանը մարդ չի բնակվում։ Դրանց սիրտը թաղեմ, հազի մեզ մի հատ նորմալնի հասկացող, շնորհքով լավ բալա երեկել մեզ ղեկավար։ Առավոտ ժամի 5-ին զարթնել եմ, բացել եմ հեռախոսը միամիտ, հենց Վալոդիայի նկարն եմ տեսել ու ես չհավատացի, մեկ որ դենց բան ա եղնեմ, որ ես ասում եմ, մերոնք ասում են, չէ, դի սուդ են գրել, աս երևի սուդ ա։ Ես 77 թվից տեղ եմ ապրում, ափսոսում եմ շատ, չեմ կարող խոսամ երեխեք ջան, շատ ջահել էր ափսոսում։ Փողոցում տեսավ տատկու պայմանները, գիտեմ ինչ պայմաններում ես ապրում, մի ժամանակ դուր կգամ մի բան կձեռնարկեմ, վիճակը չես մնա մենակ սես, ես միայնակ թոշակառու։ Շատ լավ մարդիկ են իրանք, իրա հերը քանի տարի գյուղապետ ա եղել, դժգոհ չենք եղել, դժգոհություն չենք հայտնել իրանից, նույնը ինքը, շատ լավ ժողովուրդ է, շատ, հիմար ա եղել սպանողը, լավ չի արի։ Սա Մերձավան գյուղում արդեն երկրորդ աղմկահարույց սպանությունն է այս տարի։ Փետրվարի 5-ին այն ժամանակվա վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել ընտանիքի ընկերը։ Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև Վալոդիա Գրիգորյանի եղբայրը, 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Քննարկում են բոլոր առաջ քաշված վարկածները, որոշակի գործողություններ կան արված նախկինում այստեղ կատարված էլի հասարակական հնչողություն ստացած հանցագործությունից հետո, դրա մասին կարծում եմ առիթ կլինի մենք կզրուցենք, բայց վստահեցնում եմ, որ ներքին գործերի նախարարության համար, ոստիկանության համար, մեր իրավապահ մյուս գործընկեր կառույցների համար սա հավատացեք, որ սկզբունքային հարց է, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։ Հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանը, նշել, որ նման արարքները խարխլում են հասարակական անվտանգությունը։ Հայտարարություն է տարածել նաև ապրելու երկիր կուսակցությունը։ Վալոդյան ինքը հանրության տիպար էր մեր լավ ընկերներ եւ այն ինչ իր հետ կատարվել է չի ներում։ Եվ իրենք պիտի բացահայտեն, հապացուցելով փնտրում են իրական հանցագործներ, այն ոչ թե քաղաքական պատվերներ են կապում։ Վալոդիա Գրիգորյանը այս տարվա մարտից Փարաքարի համայնքապետն էր։ Նրա թիմը ստացել էր ընտրողների 57%-ի քվեն, ամուսնացած էր 4 զավակի հայր։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։
Դեպքի առիթով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, շեշտելով, որ Մերձավանի համայնքապետի բարբարոսական սպանությունը երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործունեության և անպատժելիության վկայություն է։ Փաստացի երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեսպրեսիայով, ճնշումներով փոխանակ կանխի դրանք։ Ժողովրդի ընտրած նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները պետական քաղաքականության, գրել է Գյումրիի քաղաքապետը և ցավակցություն հայտնել Վալոդյա Գրիգորյանի հարազատներին և Մերձավանի բնակիչներին։ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Բորիս Ավագյանը դրանից առաջ փախել է դատարանից և նախնական տեղեկություններով ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում։ Նրան Ռուսաստանում տարել էին դատական մաքսատուրքերից խուսափելու գործով խափանման միջոց ընտրելու համար։ Եվ դարձյալ զոհ ունենք ավտովթարից ոստիկանության հաղորդագրության համաձայն նախորդ մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 19 վնասվածք ստացել։ 24 ժամում բացահայտվել է 112 հանցագործություն, որից 23-ը թմրամյութի հայտնաբերման, 6-ը մարմնական վնասվածք պատճառելու դեպք։ Բացահայտվել են նաև կողոպուտի, խուլիգանության, թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության դեպքեր։ Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել երկուսը։ Դատարանը հրապարակել է Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանի դատավճիռը, Շիրակի թեմի առաջնորդին մեղավոր են ճանաչել։ Պատժաչափն էլ դատարանը կորոշի առանձին նիստում սեպտեմբերի 29-ին։ Մայրաթորը դատապարտել է դատարանի վերդիկտը։ Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացած ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ Հայաստանում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։ Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառեցվում է քաղաքական քինախնդրությանը, նշված է հայտարարության մեջ։ Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանին մեղավոր ճանաչեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու գործով։ Մենք կրկին կանխատեսում ենք, ինչպես սա էր կանխատեսելի, որ ազատազրկման հետ կապված պատիժ են միջնորդելու, դատան էլ այնպիսի ազատազրկում է տալու, այնպիսի չափով, որ Միքայել Սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Ըստ մեղադրական եզրակացության Միքայել Աճապահյանը օգտագործելով իր լսարանը նախ 2024-ին, ապա 25 թվականին հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Եթե մարդը կոչ չի արել ու ասում են դու արել ես քրեորեն արգելված կոչ, կոչը անում են կամ ներկայով կամ ապագայով։ Չես կարող կոչը անցյալով անես։ Իսկ Սրբազանը խոսել է անցյալի մասին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն իր դեմ հարուցված դատական գործը համարում է քաղաքական հետապնդում և իշխանությունների պատվեր։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ինչու մինչև հեղափոխությունը չէին դատվում բարձրաստիճան հոգևորականները, իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն է պատասխանում։ Սրբազանները չեն դատվել, որովհետև այդ սրբազանները իրանց ջեբից սրբազաններն են եղել։ Բավարարեց ձեր պատասխանը։ Իրանց կնունքներից, իրանց տված բենտլիներից դուրս չեն եկել, այ քեզ այդ ով պետքա դատեր։ Լսեք, նախկինում ով պետքա դատեր։ Իսկ Սրբազանը դատարանին իր վերջին խոսքում նշեց, որ այս իշխանությունների օրոք իրեն այլ դերում չի պատկերացնում, քան մեղադրյալն է։ Ինչի համար եմ ես այստեղ կանգնած եւ կանգնած եմ իբրև մեղադրյալ, որովհետեւ 92-94 թվականի զոհված իմ եղբայրները, իմ տարեկիցներն էին, այն ժամանակ զոհվածները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Եվ չեն թողնում 2020 թվականի իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում սեպտեմբերի 29-ին։ Փաստաբանները նշեցին, որ բողոքարկելու են հրապարակվող որոշումը։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան և Վարդան Պողոսյան, Reopen Media։
Մատենադարանում սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, նաև ներկա է եղել ու խոսել վերջին օրերի հեռակա բուռն բանավեճի մասին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 3 նախագահների հասցեին Արցախի հարցով մեղադրանքներ է տեղացրել։ Նրանք տարբեր ձևերով ու բովանդակությամբ արձագանքել են, եթե կարճ Փաշինյանը նրանց հետ ուզում է բանավիճել։ Նորից։ Վերջին օրերի բոլոր բանավեճերի մարտահրավերն է իմի բերել Աննա Հարությունյանը։ Կեղծ համեմատություն է։ Այսպես է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բնութագրում իր և ներկայիս իշխանության Ղարաբաղյան քաղաքականության միջև անցկացվող զուգահեռները։ Լրագրողների հետ զրույցում նա կտրուկ հերքել է պնդումները, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաղաղության իր Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Այդ թեզերը ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստանը եւ վերջ։ Կեղծ բան է, այս համեմատությունը, ոչ մի կապ չունի։ Իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականության բացարձակապես։ Այս հայտարարությունները դարձան վերջին օրերին ծավալված հեռակա բանավեճի շարունակությունը, որը սկիզբ էր առել անկախության տոնին հաջորդած օրը Տեր-Պետրոսյանի կողմից վարչապետին դավաճանության մեջ մեղադրելուց հետո։ Դրան էլ հետևել էր Նիկոլ Փաշինյանի հանրային բանավեճի հրավերը։ ՏՊԼ-ին ով եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Այս հարցին թող պատասխանի եւ մեկ էլ պարզաբանի՝ ի վերջո բանավեճի գալու է թե ոչ։ Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հենց այս հրավերից խուսափելն է խոսում ընդդիմախոսների դիրքերի թուլության մասին։ Եթե այդքան համոզված են իրանց բոլոր պնդումներում, ինչու են խուսափում հրապարակային բանավեճից ժողովրդի աչքի առաջ։ Սովորաբար նման հրավերներ ուղարկում են ընդդիմությունը իշխանությունները եւ իշխանությունը մերժում է դրանք, եթե ինչ-որ բան ունի թաքցնելու, բայց մենք ունենք հակառակ իրավիճակ, երբ որ մենք ենք խնդրում, պնդում, հրավիրում, համոզում, որ գան բանավեճի, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ է եղել, ինչպես է եղել։ Բանավեճի հրավերին արձագանքել են Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը եւ Արմեն Աշոտյանը, երկուսն էլ իրենց առաջարկելով որպես Փաշինյանի ընդդիմախոս։ Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար, դու 3 նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես, նույնիսկ ինձ չարժես, անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանինքներ են պետք, ու 10-րդ անգամ կրկնեմ առաջարկս, արի հետս բանավեճի, ուղիղ եթերում, հավասար պայմաններով եւ առանց ոչ նորմատիվ լեքսիկայի, խոստանում եմ։ Առաջին նախագահի անունից հանդես գալու պատրաստակամության բանավեճի հրավերին արձագանքել է Հայ ազգային կոնգրեսում նրա տեղակալ Լևոն Զուրաբյանը։ Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ։ Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ խաղաղության գոտու եւ սնուցող մայրերի մասին։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով եւ Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում։ Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ։ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ վարչապետի այսպիսի կոշտ արձագանքի պատճառն այն է, որ Տեր-Պետրոսյանը հարվածել է իշխանության ամենազգայուն կետին, խաղաղության մասին թեզին։ Հարված է հասցվել Փաշինյանի ամենամեծ խաբեությանը, որի փր ինքը խաղաղություն է բերել Հայաստանին։ Տեր-Պետրոսյանը ոչ միայն այդ խաբեությունն է բացահայտում, ինքը նաև ասում է, որ դու հələ մի հատ էլ այդ չեղած բանի համար, իդեպ որը հետևանք է քո բազմաթիվ ձախողումների եւ պարտված պատերազմների եւ այլն, դու մի հատ էլ երեխտագիտություն ես ուզում սեփական ժողովրդից։ Առաջին նախագահը նաև նշել է բանավեճը դադարեցնելու իր պայմանը, հրապարակել Ղարաբաղյան խնդրով բոլոր փաստաթղթերը։ Բանավեճի թեման սակայն շարունակում է մնալ քաղաքական օրակարգում եւ չի բացառվում, որ առաջիկայում հրապարակային քննարկման ձևաչափի շուրջ նոր առաջարկներ հնչեն։ Աննա Հարությունյան, Open Media։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի Բաքու կատարած այցի մասին։ Հրապարակ թերթը հայտնում է, որ Անդրանիկ Սիմոնյանը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 հայ ռազմագերիների ցուցակ նպատակ ունենալով ապահովել նրանց վերադարձը, սակայն Արցախի նախկին ղեկավարների ազատման հարցը չի բարձրացվել։ Ադրբեջանը ի պատասխան պահանջել է ազատ արձակել 44-օրյա պատերազմին մասնակցած 2 սիրիացի վարձկանների, որոնք Հայաստանում դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Սիմոնյանը
թերթի աղբյուրների համաձայն համաձայնել է այդ պայմանին, սակայն ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունները։ Մեր հասցերին ի պատասխան ԱԱԾ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում հրապարակում կանեն, սակայն հստակ ժամկետներ չի նշել, առաջարկելով հետևել լրահոսին։ Իսկ այդ ընթացքում գերիներին Բաքվում պահվող Ալիևը գնացել է Նյու Յորք, շփում է ունեցել Թրամփի հետ, ասել, որ նա հրաշք է գործել խաղաղություն հաստատելով ու հայտարարել, որ Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը Թրամփի ուղին արագ իրականացնելու համար։ Այցի առիթ ՀՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հոբելյանական 80-րդ նստաշրջանն է, իսկ Հիկմեթ Հաջիևը ասել է, որ հիմա աշխատանքներ են ընթանում իր խոսքով Զանգեզուրի միջանցքի 42 կիլոմետրանոց հատվածում ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։ Էրդողանն էլ է խոսել ՄԱԿ-ի ամբիոնից գոհունակություն հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը շատ բնական է, ի վերջո Թուրքիան այս ամենի գլխավոր շահառուներից է։ Էրդողանի դեպքում առհասարակ նա կարող է ասել, որ Աթաթուրքի սկսածն ավարտել է, ցամաքով կապել է թյուրքական աշխարհը, այնպես որ սա Էրդողանի համար հատկապես կարևոր է։ Այն աստիճան, որ նա շնորհակալություն է հայտնել Թրամփին, Ալիևին ու Փաշինյանին։ Էրդողանը անդրադարձել է նաև հայ-թուրքական կարգավորմանը, սակայն առանձնապես ոչինչ չի ասել, ոչ մի բեկումնային նորություն։ Հայաստանի իշխանության ակնկալիքն այն է, որ հայ-թուրքական կարգավորման արդյունքում սահմանը կբացվի և տնտեսական մեծ օգուտներ կլինեն։ Այս առումով սակայն կարծիքները տարբեր են, հաշվի առնելով թուրքական ապրանքների հնարավոր ներհոսքը, դրա հետևանքով հնարավոր խնդիրները։ Ի վերջո ենթադրենք, սահմանը Թուրքիան ի վերջո բացեց։ Ինչ հեռանկարներ դա կբացի Հայաստանի առաջ ու ինչ հնարավոր ռիսկեր կբերի իր հետ։ Փորձել ենք հասկանալ, թե ով ինչ է ասում։ Մերի Դանելյանն է խոսել մասնագետների հետ։ Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Էրդողանի խոսքով Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Դա ենթադրաբար ներառում է նաև հայ-թուրքական սահմանների բացումը, ինչի դրական կողմի մասին հաճախ է խոսում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ընդգծելով, որ արդյունքում շահելու է մեր երկրի տնտեսությունը։ Ըստ Գևորգ Պապոյանի, որպեսզի հիմնավորված և ապացուցված լինեն պնդումները, թե գործընթացը իր բառերով տնտեսական թոքերի բացում է, որոշել են համաշխարհային գիտական հանդեսներում հոդվածներ տպագրելով պատասխանել բոլոր կասկածողներին։ Օրինակ, առաջին հոդվածում 2 ինդեքս են առաջ քաշել՝ առաջինը նմանության, երկրորդը փոխլրացման։ Առաջին ինդեքսով Հայաստանի և Թուրքիայի ու Ադրբեջանի ինդեքսը, այսինքն 0.25 է, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ այն ինչ որ արտահանում են Թուրքիան ու Ադրբեջանը եւ այն ինչ որ արտահանում է Հայաստանը, իրենք նման չեն, այսինքն հետեւաբար այդտեղ մենք խնդիր ունենք, այսինքն խնդիր չունենք, որտեղ մենք հիմնական ուրիշ բաներ ենք արտահանում։ Փոխլրացման ինդեքսն ըստ էկոնոմիկայի նախարարի 0.5 է, ինչը նշանակում է, որ այն ապրանքատեսակները, որոնք ներմուծում է Հայաստանը, Թուրքիան արտադրում է, իսկ որոնք մեր երկիրը արտահանում է, իրենք են ներմուծում։ Ավելի վաղ Պապոյանը հայտարարել էր, թե Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Թուրքիայի միջերկրական ծովի նավահանգիստներին հասանելիություն ունենալը։ Ընդդիմադիր գործիչներն էլ հակառակն են պնդում։ Ասում են, սահմանի բացումը չի նշանակում, որ Հայաստանը լոգիստիկ խնդիրներ չի ունենալու, իսկ տնտեսությունը ոչ թե աճ, այլ անկում է գրանցելու։ Եթե այո սահմանները բացեն կամ շուկաները բացեն, թուրքական էժան լոլիկը կգա Հայաստան, կարճաժամկետ կտրվածքով տեքստիլը, գյուղատնտեսություն եւ տեքստիլն ենք, կարճաժամկետ կտրվածքով այո գները կընկնեն, որովհետեւ էժան լոլիկ կգա, բայց հայկական գյուղատնտեսության հերը կանից են վերջնականապես, թուրքականով կողողեն, հետո որ դաշտը մնա թուրքերին գներն էլի կբարձրացնեն։ Էկոնոմիկայի նախարարը կրկին հղումանելով իր համահեղինակած հոդվածներին համոզմունք է հայտնում։ Մեր երկրի առաջ լայն հնարավորություններ են բացվում։ Գիտականորեն ապացուցել ենք, որ այդպիսի բան չկա, ընդհակառակը սահմանների բացումը Հայաստանի Հանրապետության համար բազմաթիվ հնարավորություններ է ստեղծելու, երկրորդ հոդվածն ենք շուտով տպագրելու արդեն հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ տնտեսական հետևանքների մասին, առաջինը ավելի շատ երթուղիների մասին է։ Տնտեսագետները եւս հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս որոշակի դրական տեղաշարժից բացի ահազանգում են նաեւ վտանգների մասին։ Բնականաբար կան նաեւ որոշակի ռիսկեր, նվազեցնելով տրանսպորտային ծախսերը, մենք թուրքական ապրանքները ավելի մրցունակ ենք սարքում մեր շուկայում։ Տարիներ շարունակ տնտեսագետներն արձանագրում են Թուրքիայից եկող ապրանքների մրցակցության վտանգների մասին, քանի որ այդ պետությունն արտահանման ուղղությամբ սուբսիդավորման քաղաքականություն է իրականացնում, ինչպես նաև թուրքական լիրայի արժեզրկումն էլ ուղղակիորեն ազդում է ներկրվող թուրքական ապրանքների ավելի մատչելի լինելու վրա։
Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Open Media։ Դե իսկ Թրամփը ՄԱԿ-ի այս հոբելյանական գլխավոր ասամբլեայի գլխավոր հերոսն է և ոչ միայն իրեն հատուկ հայտարարություններով ու միջազգային հարցերին շատ ինքնատիպ մոտեցումներով։ Ամբողջ աշխարհը խոսում է նրա ելույթի մասին, հատկապես խաղաղությունների իր ցուցակի վերաբերյալ։ Այս անգամ նա իլուր աշխարհի հայտարարել է, որ 8 ամսում 7 պատերազմ է դադարեցրել։ Մենք այդ ցուցակում 5-րդն ենք, բայց դրանում առնվազն մեկը՝ Եգիպտոսն ու Եթովպիան են, որոնք չեն պատերազմել։ Բայց միայն դա չէ հետաքրքիրը, ինչ վերադարձել է Սպիտակ տուն, Թրամփը ՄԱԿ-ի անդամավճարը չի փոխանցել։ Սրա հետևանքով ՄԱԿ-ում արհրելի կրճատումների վտանգ կա, բյուջեն $500 միլիարդ կրճատվում է եւ ահա դրա պտուղներից երկուսի հետ Թրամփը բախվել է ամբիոն հասնելու ճանապարհին։ Նախ փչացել է շարժացանդուղքը, Թրամփն ու Մելանիան մնացել են աստիճաններին, հետո ելույթի ժամանակ փչացել է հուշարարը, այն սարքը, որից պետք է կարդար տեքստը։ Անի Հովանիսյանն է պատմում։ And I don't mind making this speech without a teleprompter. Ես խնդիր չունեմ առանց հուշարարի ելույթ ունենալու հետ, այսպես ավելի սրտանց կխոսեմ։ Կարող եմ միայն ասել, որ ով էլ լինի այս հուշարարի պատասխանատուն, մեծ խնդիրներ է ունենալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց այսպես սկսեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթը։ Նա միայն հուշարարից չէ, որ դժգոհ է։ Ըստ նրա, գրասենյակի վերանորոգումն էլ թանկ ու անորակ է արվել։ Թրամփին հունից հանել էր նաև գրասենյակի անսարք շարժասանդուղքը։ If the first lady wasn't in great shape, Եթե առաջին տիկինը չլիներ լավ մարզավիճակում ընկնելու էր, բայց նա լավ մարզավիճակում է։ Մենք երկուսս էլ լավ մարզավիճակում ենք, կանգուն մնացինք։ Նախագահի գրեթե 1 ժամանոց ելույթը բարգավաճող Ամերիկայի ու Ամերիկայի շնորհիվ բարգավաճող աշխարհի մասին էր։ on the world stage, America is respected again. Համաշխարհային հարթակում Ամերիկան կրկին հարգված է, ինչպես երբեք։ Մտածեք 2, 3, 4 տարի առաջվա մասին կամ անգամ 1 տարի առաջ, մենք ծաղրի առարկա ենք ամբողջ աշխարհում։ Խաղաղարար Թրամփը հիշեցրեց, որ 7 պատերազմ է կանգնեցրել առանց ՄԱԿ-ի օգնության եւ արժանի է Բաղդալի Նոբելյան մրցանակին։ Likewise, in a period of just 7 months, I have ended Ընդամենը 7 ամսում ես ավարտեցի 7 անվերջ պատերազմ։ Ասում էիք դրանք լուծելի չեն, որ դու երբեք չես կարող դադարեցնել դրանք։ Եվ ափսոս, որ բոլոր դեպքերում էլ ՄԱԿ-ը նույնիսկ չփորձեց օգնել։ Հիմա նրանք մեկ բան են անում, գրում են խիստ նամակ եւ դրանով էլ ավարտում։ Դրանք դատարկ խոսքեր են, իսկ դատարկ խոսքերը պատերազմ չեն կանգնեցնում։ Նշված 7 պատերազմներից մեկը, որ Թրամփը կանգնեցրել է, Եգիպտոսի ու Եթովպիայի մեջ էր։ Իրականում այդ երկրների միջև ռազմական գործողություններ վերջին անգամ տեղի են ունեցել 18-րդ դարում։ Նրանց կոնֆլիկտը կապված է Նեղոսի վրա Եթովպիայի կառուցած ամբարտակի հետ։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը Ադրբեջանի ու Ալբանիայի միջև։ Azerbaijan is actually pronounced Azerbaijan. Ներողություն եմ խնդրում, ես սխալ եմ թույլ տվել, Ադրբեջանը արտասանվում է Աբերբեջան, իսկ Արմենիան Ալբանիա։ Հետո Թրամփը խոսեց ռուս-ուկրաինական պատերազմից, նշելով, որ եթե ինքը այն ժամանակ նախագահ լիներ, պատերազմ չէր լինի։ I've also been working relentlessly, stopping. Ես անընդհատ աշխատում եմ նաև Ուկրաինայում սպանությունները կանգնեցնելու ուղղությամբ։ Մտածում էի 7 պատերազմից ամենահեշտը դա կլինի, որովհետև Պուտինի հետ իմ հարաբերությունները միշտ լավ են եղել, բայց գիտեք, պատերազմում երբեք չգիտես ինչ է լինելու։ Թրամփը առիթը բաց չթողեց այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից եւս մեկ անգամ սպառնալու միգրանտներին։ Ավելին, նա իր ելույթի մեծ մասը նվիրել էր հենց նրանց։ Our message is very simple. If you come illegally into the United States, Մեր ուղերձը շատ պարզ է, եթե անօրինական կերպով մտնում ես Միացյալ Նահանգներ, գնալու ես բանտ կամ հետ այնտեղ, որտեղից եկել ես, կամ գուցե նույնիսկ ավելի հեռու։ Գիտեք ինչ նկատի ունեմ։ Փակ պահեք ձեր սահմանները, զգուշացեք ձեր մշակույթը ու ժառանգությունը ոչնչացնող միգրանտներից։ ԱՄՆ նախագահը Եվրոպայի առաջնորդներին առանց խորհուրդների չթողեց։ every single one of them, you're destroying your countries. They're being destroyed. Ձեր երկրներից յուրաքանչյուրը կործանում է ինքն իրեն։ Եվրոպան լուրջ խնդիրների մեջ է։ Նրանց մոտ ներխուժել է անօրինական միգրանտների մի բանակ, որի նմանը երբեք չի եղել։ Ապօրինի ներգաղթյալները հեղեղում են Եվրոպան եւ ոչ ոք ոչինչ չի անում նրանց դուրս բերելու համար։
Այս հրատերաբանությունը վաղուց է անհանգստացնում իրավապաշտպան կազմակերպություններին։ Human Rights Watch-ը զգուշացնում է, որ Թրամփի քաղաքականությունը խորացնում է հումանիտար ճգնաժամը, իսկ Civicus Monitor-ը ԱՄՆ-ում քաղաքացիական ազատությունների վիճակը գնահատել է որպես սահմանափակված, հենց Թրամփի վարչակազմի սպառնալիքների պատճառով։ Օրեր առաջ ABC-ն անժամկետ ընդհատել էր Ջիմի Քիմելի Late Night Show-ն Չարլի Քրքի սպանության մասին իր հայտարարություններից հետո։ Սա բողոքի մեծալիք էր բարձրացրել թե հաղորդման երկրպագուների, թե այլ հաղորդավարների շրջանում։ Ջիմի Քիմելի Show-ն այսօր եթեր վերադարձավ։ Ես հաղորդագրություն էի տարածել Instagram-ում այն օրը, երբ նա սպանվեց, իմ սերը ուղարկելով իր ընտանիքին։ Նպատակ չունեի որևէ կոնկրետ խմբի մեղադրել այն գործողությունների համար, որոնք ակնհայտորեն կատարեց խորը հոգեկան խանգարումներ ունեցող անձը։ Ըստ արևմտյան վերլուծաբանների Թրամփի այս ելույթը եւ ընդհանրապես նրա քաղաքական ոճը խորը բևեռացում են առաջացնում ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում։ Քննադատները զգուշացնում են, որ պոպուլիզմի, ազգայնականության եւ թշնամու կերպարի ստեղծման այս կոկտեյլը քայքայում է ժողովրդավարական ինստիտուտները եւ միջազգային կարգը։ Անի Հովանեսյան, Reopen Media։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակում Իրանի արտգործնախարարն ակտիվ բանակցությունների մեջ է Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները չվերսկսելու հարցի շուրջ։ Աբբաս Արաղչին հանդիպել է Եվրոպական եռյակին եւ Եվրահանձնաժողովի արտաքին հարցերի բարձր հանձնակատար Կայա Կալասի հետ։ Նրան ասել են, որ Իրանը չպետք է վերսկսի ուրանի հարստացումը եւ պետք է բանակցի Միացյալ Նահանգների հետ։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Խանամեին դեմ է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, քանի որ այդ երկիրը խոսում է պարտադրանքի լեզվով, իսկ այդ հանգամանքը ստորացուցիչ է Իրանի համար։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի միջուկային զենք ունենալու անթույլատրելիությունը։ Դիրքորոշումը հերթական անգամ արտացոլում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ։ Իմ դիրքորոշումը չափազանց հստակ է։ Աշխարհի առաջատար ահաբեկչության հովանավորին չի կարելի թույլատրել տիրապետել ամենավտանգավոր զենքին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել է դիվանագիտության առաջնայինությունը որպես վեճի լուծման միակ մեխանիզմ։ Հայտարարությունը հնչել է Եվրոպական եռյակի օգոստոսի 28-ին նախաձեռնած 30-օրյա գործընթացի ֆոնին, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը։ Ամեն ինչ հնարավոր է, որտեղ կա քաղաքական կամք, այնտեղ կա լուծման ուղի։ Մեր տեսուչները ճանապարհին են եւ աշխատանքը կարող է սկսվել, կախված Իրանի դիրքորոշումից։ Եվրոպական եռյակն առաջարկում է հետաձգել պատժամիջոցների կիրառումը մինչև 6 ամսով, պայմանով, որ Իրանը վերականգնի ատոմային գործակալության տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, լուծի հարստացված ուրանի պաշարների հետ կապված մտահոգությունները եւ վերսկսի բանակցությունները ԱՄՆ-ի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել է Արաղչիի եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտգործնախարարների, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի միջև խորհրդակցությունների նոր փուլը։ Հազարավոր աջակիցներ հավաքվել են պահանջելու պատժամիջոցների վերականգնում եւ ռեժիմի փոփոխություն, որը պետք է իրականացնի Իրանի ժողովուրդը։ Գրոսին նշել է նաև Կահիրեում Իրանի հետ ձեռք բերված տեխնիկական համաձայնությունների մասին, որոնք նախատեսում են տեսուչների վերադարձը, սակայն դրանց իրականացումը պահանջում է անհապաղ գործողություններ, հաշվի առնելով ժամկետների սղությունը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հեռուստաուղերձում մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղղակի բանակցությունները, ընդգծելով Իրանի ինքնիշխանությունը եւ միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Դիվանագիտությունը մնում է միջուկային վեճի լուծման միակ արդյունավետ ուղին։ Արևմուտքը պետք է ընտրություն կատարի, համագործակցություն, թե առճակատում։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նախատեսում է երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Միաժամանակ Նյու Յորքում Իրան-ամերիկյան համայնքի կազմակերպած ցույցի մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել, դատապարտելով Իրանի իսլամական ռեժիմը եւ պահանջելով պատժամիջոցների վերականգնում։ Նման բանակցություններն ընդունել է Իրանի համար սպառնալիքների հանդեպ խոցելիության նշան է։ Եթե գնաք եւ բանակցեք սպառնալիքի ներքո, դա կնշանակի, որ ցանկացած սպառնալիքի դեպքում մենք անմիջապես կվախենանք ու կխոնարհվենք հակառակորդի առջև։ Ահա թե ինչ է դա նշանակում։ Այսպիսով խոցելիություն է ծնվում, որը երբեք վերջ չի ունենա։
Հատկանշական է, որ Իրանի դիմադրության ազգային խորհուրդը Իրանում եւ Իրաքում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ նախկինում նման կարգավիճակ է ունեցել նաեւ Եվրոպայի մի շարք երկրներում։ Նման իրավիճակ էր նաեւ Ալ-Շարայի խմբավորման դեպքում, որը ժամանակին համարվում էր ահաբեկչական, սակայն այժմ մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա լարվածությունը կրկին մեծանում է, որտեղ դիվանագիտական ջանքերը բախվում են քաղաքական ճնշումներին։ Մինչև սեպտեմբերի 27-ը մնացած ժամանակահատվածը կարող է վճռորոշ լինել կամ համաձայնության ձեռքբերման, կամ պատժամիջոցների վերականգնման համար։ Միջազգային հանրությունը շարունակում է հետևել իրադարձություններին, հաշվի առնելով տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Հոկտեմբերին Լյուքսեմբուրգում Եվրամիության մի միջոցառում է լինելու, որին մասնակցելու համար Եվրամիությունը հրավերներ է ուղարկել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարներին, բայց Վրաստանի դեսպանին։ Վրաստանը վիրավորված է։ Եվրամիության ու Վրաստանի հարաբերությունները բավականին լարված են արդեն տևական ժամանակ։ Ստացվել է այնպես, որ Եվրոպան Վրաստանին մեղադրում է ռուսամետ քաղաքականության մեջ, Վրաստանն էլ Եվրոպային երկերեսյանության մեջ։ Արդեն 20 տարի արևմուտք գնացող Վրաստանը հասել է այս վիճակին։ Վրաստանում բնակվող հայ երիտասարդների համար էլ բարձրագույն կրթության հնարավորություն ընձեռնող և մայրենի լեզվով բուհ ընդունվելու համար նախատեսված միակ ծրագիրը հնարավոր է փակվի։ Կրթական ծրագրի հիմնադիրն ու ուսանողները մտավախություն ունեն, որ ազգային փոքրամասնությունները չեն կարողանա ընդունվել վրացական բուհեր, ինչն էլ նրանց համար խնդիրներ կառաջացնի կամ էլ կհանգեցնի երկիրը լքելուն։ Վրաստանից մեր գործընկեր Լիդա Ալմասյանն է անդրադարձել խնդրին։ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների համար բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ եղել է սահմանափակ հասանելիությամբ, բայց 2010 թվականից ի վեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն Վրաստանում ստանալ բարձրագույն կրթություն պարզեցված ընթացակարգով։ Պարզեցված համակարգը այսպես կոչված 1+4 ծրագիրը նախատեսում է ընդհանուր հմտությունների քննության հանձնում հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն կամ օսերեն լեզուներով։ Երիտասարդներն անցնում են վրացերեն լեզվի մեկամյա վերապատրաստման ծրագիր, ապա շարունակում են ուսումը իրենց ընտրած բաժիններում։ 2010 թվականից ի վեր Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ուսանողների թիվն զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է հենց այս ծրագրով։ 1+4 ծրագիրը հնարավորություն է ընձեռնում Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններին ընդունվել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, հանձնելով ընդամենը մեկ քննություն, ընդհանուր ունակությունների քննություն մայրենի լեզվով։ Միասնական ազգային քննությունների ընդհանուր ունակությունների թեստերի հիման վրա Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 1+4 ծրագրով 2010 թվականին ընդունվել է 247 ուսանող, իսկ 2022 թվականին այս թիվը հասել է 1386-ի եւ տարեց տարի այդ թիվն աճում է։ Օրինակ, այս տարի ընդհանուր ունակություններից հայերենով քննություն հանձնող դիմորդների թիվը եղել է 612, նրանցից անցողի նվազագույն շեմը հաղթարել է 520-ը, գրեթե 85%-ը։ Բացի այդ ծրագիրը ներառում է նաև դրամաշնորհային ֆինանսավորման հնարավորություն, հայախոս դիմորդներից 200-ը կսովորեն անվճար։ Իդեպ սխալ է լինում, այդպիսի սխալ են թույլ տալիս, երբ ասում են, որ այս ծրագիրն անվճար է։ Այդպես չէ, այդ ծրագիրը սովորական վճարովի ծրագիր է։ Պարզապես 200-ական մարդ լավագույն արդյունքներ ունեցող 200 ադրբեջանալեզու, 200 հայալեզու այսօր ստանում է այսպես ասած ֆինանսավորում, դե սովորաբար դրամաշնորհի տեսքով։ Այդ իսկ պատճառով եկեք չասենք, որ սա անվճար ծրագիր է։ Սրա շուրջ ամբողջական շատ լուրջ քննարկումներ են եղել, որ փոքրամասնությունների ինչ-որ մի խումբ պահանջում էր, որ ծրագիրը լինի անվճար, որովհետև եթե պետությունը դպրոցում վրացերեն չի սովորեցնում, ապա պարտավոր է, որ եթե բուհ եմ ընդունվում, անվճար պետք է վրացերեն սովորեցնի, տրամաբանական է։ Չնայած ծրագրի հաջող ընթացքին վերջին շրջանում քննարկում եղավ նաև ծրագրի չեղարկման մասին։ Այն դեպքում, եթե այս ծրագիրը չեղարկվի, մենք կբախվենք մի շարք շատ մեծ խնդիրների։ Առաջին հերթին դիմորդների մեծ մասը ոչ թե կընտրի վրացական բուհերը, այլ կմեկնեն սովորելու Հայաստան եւ Ռուսաստան։ Սա մեկ։ Մյուս կողմից լեզվի իմացության մակարդակն էլ կիջնի եւ երեխաների մոտ մոտիվացիան էլ կվերանա։ 1+4 ծրագրի գերակայությունն ու առավելությունը որն է, որ պարզեցված կարգով են քննություն հանձնում։ Ընդհանուր ունակությունների քննությունը հանձնվում է մայրենի, իրենց մայրենի լեզվով։ Սա մի շատ մեծ առավելություն է։ Երկրորդ առավելությունն այն է, որ մեկ տարվա ընթացքում նրանք սովորում են վրացերեն եւ տիրապետում վրացերենին։ Սա երկրորդ առավելությունն է։ Եվ երրորդը մեզ վերադառնում են պրոֆեսիոնալ կադրեր, երկլեզու կադրեր վերադառնում են շրջաններ, ինչն այս դեպքում դեֆիցիտ է։ Մարզերում երկլեզու կադրեր ունենալը։
Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն մայիս ամսին հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել էր, որ մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար վրացերենով նախատեսված 1+4 կրթական ծրագիրն այլևս անհրաժեշտ չի լինի։ Նրա խոսքով Վրաստանի ոչ վրացախոս քաղաքացիների շրջանում պետական լեզվի իմացությունը զգալիորեն բարելավվել է։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին պետական լեզվի իմացության առումով իրավիճակը արմատապես փոխվել է դեպի լավը։ Ծրագրի հիմնադիրներից Կախագաբունյան հավանական է համարում, որ հանձնաժողովի նախագահին ոչ ճշգրիտ տեղեկություն են տրամադրել, որն էլ կարող է հանգեցնել նման որոշման։ Նրանք սխալ տեղեկություն են տվել։ Ինքը իհարկե այդ հետազոտություններն անձամբ չի անցկացրել։ Նման հետազոտություն ես ձեզ ուղղակի կասեմ, չի անցկացվել։ Սա սուտ է, պարզապես չի անցկացվել այդ հետազոտությունը։ Եվ հիմա նախարարը թե հանձնաժողովի նախագահ մոլորության մեջ են գցել։ Նրան ասել են, ահա մենք հետազոտություն ենք անցկացրել եւ փոքրամասնությունները հրաշալի գիտեն վրացերեն։ Դե հիմա ասեք, Ախալքալակում կամ Նինոցմինդայում այդպես է, ոչ այդպես չէ։ Ցավոք դպրոցներում դեռևս այդ մակարդակի վրացերեն չգիտեն։ Ես կարող եմ համարձակ ասել, որ ցավոք այսօր այս ծրագրի չեղարկման հիմք գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այո պլանավորվի օրինակ 2030 թվականի համար, որ հիմնավոր չեղարկվի ծրագիրը։ Միայն թե այնտեղ պետք է գրված լինի յուրաքանչյուր քայլը, թե ինչպես այդ ծրագրի փոխարինումը տեղի ունենում դպրոցական ծրագրում։ Կախագաբունյան պատմում է նաև, որ ծրագիրը երբ ստեղծվեց դա մշտական բնույթ չէր կրելու, այսինքն ծրագիրը պետք է գործի այնքան ժամանակ, մինչև դրա կարիքը կզգացվի եւ ըստ նրա կառավարության ներկայացուցիչները սխալ տեղեկության են տիրապետում այն մասին, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրաց լեզվի իմացությունն այն մակարդակի է հասել, որ ծրագրի կարիքն այլևս չկա։ Չեղարկման մասին լուրն անհանգստություն է առաջացրել նաև երիտասարդների շրջանում։ Վերջերս կան խոսակցություններ, որ ցանկանում են փակել 1+4 ծրագիրը, քանի որ գտնում են, որ այլևս չկա այս ծրագրի օգտագործման անհրաժեշտություն, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ ծրագրի անհրաժեշտությունը դեռևս կա, այն արդիական է եւ պետք է գնալով բարելավվի, քանի որ հակառակ դեպքում վստահաբար կշարունակվի դիմորդների արտահոսքը դեպի այլ երկրներ եւ այլ ուսումնական հաստատություններ։ Წელს ვინც გახდა სტუდენტი Այս տարի ովքեր որ դարձան ուսանող, այսինքն նրանց լեզվի իմացության մակարդակը օրինակի աշակերտներից ելնելով, ովքեր փորձել են ընդունվել, ընդունվածներից մեծամասնության մոտ վրացերենի իմացության մակարդակը A2 է։ Այսինքն որպեսզի բուհ ընդունվեց վրացերենով 4 կամ 3 քննությունով եւ ոչ թե այսպիսի բարձրացված կարգով, պետք է ավելի բարձր մակարդակի վրացերեն իմանաս։ Եթե չլիներ 1+4 ծրագիրը, այն բանի հավանականությունը, որ ես եւ թեկուս իմ ընկերները մեր կրթությունը կշարունակեինք Վրաստանում, կլիներ բավականին ցածր եւ ամենայն հավանականությամբ կշարունակեինք կրթությունը այլ երկրներում։ Իսկ այդ ամենը հետագայում կհանգեցներ այլ խնդիրների, կունենայինք լեզվի բարդություններ, աշխատանքի հետ կապված խնդիրներ եւ չէինք կարող ինտեգրվել վրաց ժողովրդի մեջ։ Մասնագետների կարծիքով տարիների ընթացքում վրացերեն լեզվի տիրապետման մակարդակը իհարկե բարելավվել է, սակայն շրջաններում կրթական մակարդակը դեռ այն կետին չի հասել, որ նմանատիպ ծրագրերի առկայության կարիքը չլինի։ Այդ մասին փաստում են ուսանողներն ու դիմորդները նշելով, որ եթե չգործի 1+4 ծրագիրը, ապա իրենք չեն կարողանա վրացի դիմորդների հետ հավասար նույն քննությունները հանձնել եւ ստիպված կլինեն կրթություն ստանալու նպատակով գնալ երկրից, որն էլ իր հերթին կառաջացնի բազում այլ խնդիրներ։ 87 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, բոլորս նրան գիտենք հատկապես Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերից։ Կարդինալեն առաջատար դերեր է մարմնավորել նաև Ֆելինիի «8+5», Վիսկոնտիի «Ընձառյուծը» և հռչակավոր այլ ֆիլմերում։ Կինոաշխարհում մի ամբողջ տարեշրջան ավարտվեց։ 87 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային կինոյի լեգենդ, 20-րդ դարի ամենաշլացուցիչ աստղերից մեկը՝ Կլաուդիա Կարդինալեն։ Նրա հեռանալով կինոն կորցրեց ոչ միայն անկրկնելի տաղանդ, այլև արժանապատվության խորհրդանիշ։ Իսկ հայ ժողովրդի հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մայրիկ, մի ամբողջ ազգի մոր հավաքական կերպար, որը նա մարմնավորեց անզուգական նվիրումով։ Ամեն ինչ սկսվեց Անրի Վերնոյի Աշոտ Մալաքյանի իր մայրիկին տված խոստումից։ Ֆրանսիական կինոյի հսկան, որը աշխարհին էր ներկայացրել Ժան Գաբենին, Ալեն Դելոնին ու Ժան Պոլ Բելմոնդոյին, կարիերայի մայրամուտին որոշեց նկարահանել իր կյանքի գլխավոր ֆիլմը։ Դա ոչ թե հերթական կինոնկար էր, այլ ինքնակենսագրական պատմություն իր ընտանիքի, հայոց ցեղասպանությունից փրկված եւ Մարսելում նոր կյանք սկսած Զաքարյանների մասին։
Ես հորս խոստացել էի պատմել մայրիկիս մասին։ Գիտեք թե ինչ բան է հոգու պարտքը։ 40 տարի շարունակ ես խաբում էի ինքս ինձ, ասելով, որ դեռ ժամանակ կա, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող հետաձգել։ Այս անձնական եւ սրբազան պատմության համար ռեժիսորին պետք էին ոչ թե պարզապես աստղեր, այլ համախոհներ։ Հոր Հակոբի դերի համար նա ընտրեց իր վաղեմի բարեկամ Եգիպտոսի կինոլեգենդ Օմար Շարիֆին, իսկ մոր Արաքսիի կերպարը վստահեց Կլաուդիա Կարդինալեին։ Նրանց համագործակցությունը սկիզբ էր առել դեռևս 10-ամյակներ առաջ, երբ երկուսն էլ իրենց կարիերայի արշալույսին էին։ Ես մեծ բախտ եմ ունեցել աշխատել Օմար Շարիֆի հետ։ Նա Եգիպտոսից է, եւ ես իմ առաջին ֆիլմում Գոհարում նկարահանվել եմ նրա հետ Թունիսում։ Ես 16 տարեկան էի եւ նա նույնպես շատ երիտասարդ էր։ Այս վաղեմի կապը Մայրիկ ֆիլմի նկարահանման հրապարակին հաղորդեց ընտանեկան ջերմություն։ Երկու համաշխարհային աստղերը հրաժարվեցին հոնորարից, իրենց մասնակցությունը համարելով պատվի հարց։ Մայրիկը, որը մեզ համար ամենանվիրականն էր Կլաուդիա Կարդինալեի կարիերայի փայլուն գագաթներից մեկն էր։ Նա եվրոպական կինոյի ոսկե դարի մարմնացումն էր։ Ֆելինիի համար նա կատարյալ կնոջ մուսան էր 8.5-ում, Վիսկոնտիի համար արիստոկրատ գեղեցկության խորհրդանիշը ընձառյուծում, իսկ Սերջիո Լեոնեի համար վեսթերնի ամենաուժեղ հերոսուհին մի անգամ արևմուտքում ֆիլմում։ Նրա համար դերասանի մասնագիտությունն ավելին էր, քան պարզապես աշխատանքը։ Դա հնարավորություն էր ապրելու բազմաթիվ կյանքեր, փախչելով մեկ իրականությունից։ Կինոն աներևակայելի էր, որովհետև սովորաբար դու ապրում ես միայն մեկ կյանք, բայց ես ապրել եմ 153 կյանք տարբեր դերերով, եւ սա շատ կարևոր է դերասանի համար՝ լինել ուրիշ մեկը եւ ոչ թե դու ինքդ։ Կլաուդիա Կարդինալեի մահը պատմության գիրկն ուղարկեց մի մեծ կինոդարաշրջան, բայց ինչպես Վերնոյն իր ֆիլմով անմահացրեց մոր հիշատակը, այնպես էլ Կարդինալեն իր անզուգական խաղով անմահացավ միլիոնավոր հայերի սրտերում։ Նա դարձավ մեր մայրիկը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվ վերջում թողարկումն ավարտենք մի բարի լուրով։ Բելգիայի թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-ից 15-ը կլինի Հայաստանում։ Թագուհին կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, կայցելի Թումո և Գեղարքունիքի մարզ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարի նույն ձեզ։